վստահաբար հեռուստադիտողը արդեն տեղեկացված է, սպասում է, ինչ փուլում է Full House գեղարվեստական ֆիլմի նկարահանումները ու երբ ենք արդեն կարողանալու վայելել։ Նկարահանումները ավարտվել է սեպտեմբերի վերջ, ավարտվել է, հիմա մոնտաժի փուլում է, նկարել ենք շատ լավ գեղարվեստական ֆիլմ, իմիջիայլոց մարդիկ գիտեն նորից սիթքոմն ենք վերսկսում, բայց սիթքոմը չի, ես միշտ ասում եմ, որ գեղարվեստական ֆիլմ է մի հատ, որը որ կինոթատրոններում է լինելու հունվարի 29-ից պրեմիերան լինելու է ու արդեն Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում, մայրաքաղաքում եւ մարզերում մեր պրեմիերաները լինելու է։ Իսկ մանրամասներ կարող ենք բացել սցենարային գիծը, սիթքոմի սցենարային գիծն է, թե փոփոխություններ ենք տեսնելու։ Չէ, գլոբալ փոփոխություններ եք տեսնելու, նույն կերպարներն են, որոնք որ շատ պատահաբար հավաքվում են իրար գլուխ հայտնվում են միտեղ ու տեղ սկսում է ֆիլմը։ Ես չեմ կարող հիմա շատ բաներ բացեմ, բայց ինքը ասենց երկու բառով որ ասեմ, անտառում է ֆիլմի շատ տեսարանները ու ավիավթարից հետո, այսքանը կարամ ասեմ։ Սպասենք, Շատ լավ կինո է ալնելու, շատ լավ աշխատեցին մեր կազմը, մեծ թիմ էր, իմիջիայլոց 60 հոգանոց թիմ էր աշխատում, բացի դերասաններից։ Երկար պատրաստությունից հետո լավ նկարեցինք, ամեն ինչը տեղին, թանկ բյուջեով ֆիլմ։ Առանձնացրեցիր թանկ բյուջեով ֆիլմ։ Մեր օրերում շատ քիչ է հանդիպում այդ թանկ բյուջեովը։ Ինչի, որովհետև կարելի է անել ֆիլմ նաև փոքր բյուջեով, թե թանկ բյուջե դնելը չի արդարացնում։ Դե լիքը ֆիլմեր կան հիմա Հայաստանի այս ժամանակահատվածում Հայաստանում նկարված, որ լիքը թանկ բյուջե է դրած, բայց չի արդարացրել։ Չէ, մեր պարագայում պրոստը սենց ասեմ, այդ գլուխ գովալու բան չի, սա գիտեմ բոլորը, քանի որ ամենապոպուլյար սիթքոմն ա եղել ու հələ չէր կրկնի ռեյտինգներ, մենք միշտ sense մի հատ բան ենք դնում մեր դիմաց, որ դա պիտի անցնենք, որ էդ էլ անենք։ Որոշեցինք նկարել ֆիլմը, բայց նկարենք այնց, որ այդ ամեն ինչը սիրուն նայվի, գեղեցիկ նայվի, ու լիքը մարդ աշխատի դրա մեջ։ Մի գրիմյոր չի, 3-4 գրիմյոր են, մի վարսավիր չի, 4 վարսավիրն ամեն ինչը, այսինքն հաստիկներով շատ եղել ու այդ ուրճացնելու բան չի։ Հետո կադրից էլ կերևա, ֆիլմից էլ կերևա, որ ինքը թանկ է։ Այսօր Հայաստանի պատմության մեջ ունես ֆիլմեր են նկարում այնց անսահմանափակ բյուջե, որ ինչ ասել ուզում գնաս նայես կի։ Իզուր վատնված գումարներ։ Իզուր վատնված գումարներ են։ Մեր դեպքում նոր ասում է եղած տեղից ենք դրել էլի։ Չէ, կատակ եմ անում։ Ես հասել եմ դրան, արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի։ Կարծում եմ այդ էջը փակված է։ Full House-ի մասին խոսելով նման կարծիք ես հայտնել ու ասել ես երևի թե դրանը գերազանցող բան չի լինի, ինչի։ Այդ պիկը գորի պիկներ է դի։ Խոսքը մեն Full House sitcom-ի մասին է։ Հա, Sitcom-ի մասին դե մենակ ես չէ, բոլորս ասել էինք նրան, որ պետք է այդ sitcom-ը տրամաբանական ավարտ ունենա, չէ։ Չէ, դու քո գործունեության մասին խոսելիս նման միտք ես արտահայտել։ Ես երբ որ կարդում եմ, երբ որ լսում եմ այս խոսքերը, պատկերացնում եմ, որ գորը հասել է, ապացուցել է իր պիկը, արդեն հայտնիության իր այն ամենավերին աստիճանի հարթակի վրա կանգնած է, ու այլևս կարծում է ուրիշ կերպ չի կարա զարմացնի հասարակությանը։ Եթե խոսքը Full House-ի կերպարի մասին է եղել, ես չգիտեմ դա որտեղից ես գտել երբ եմ ասել, բայց ամենայն դեպս եթե ասել եմ, 4 տարի առաջ ես։ Փորձեմ մեկնաբանեմ։ Կոնկրետ իր պերսոնաժով, հա, իր հայտնիությունը, այդ պերսոնաժի իմ հայտնիությունը, այդտեղ այդ sitcom-ի ավարտի ժամանակ արդեն եղել է պիկի վրա, որ թե Հայաստանի սահմաններում, թե Հայաստանի սահմաններից դուրս բոլոր հայերը որտեղ որ կան, որտեղ որ մենք գնացել ենք համերգներով, այս մարդուն, այդ պերսոնաժով ճանաչել են այդ մակարդակի վրա։ Ես երևի դրա համար եմ ասել դա։ Դրանից ավել թե ինչ կարամ անեմ, դրանից ավել, եթե խոսքի մնացած sitcom-ների մասին, նոր ասեցի Full House-ն եմ հիշում, հետևից 5-6 հատ sitcom եմ նկարվել, որոնք որ անուններս քիչ եմ հիշում։ Դժվարանամ ավելի ճիշտ հիշելուց։ Ու հիմա եկել հասել եմ, որ զարմացրել եմ այն մարդկանց, ովքեր որ իմ հերոստադիտողն են եղել, հիմա վենդետայով։ Որ իրանց մոտ պրոստը sense բան կար, որ այստեղ են այս կոմեդիայի դերասանից հետո այս ֆիլմի գլխավոր անտագանիստ ոնց է խաղալու։ Ու շատ ճիշտ է խաղալու էլի, այտենց որ sense բան չի էլի, այտենց շատ բան կերպ, շերտավոր կերպարա։ Հիմա փորձել եմ տենց զարմացնել, այսինքն իմ համար էլ է դա եղել նորություն։ Ինչ եմ ուզել գալը թե որովհետև
Սցենար կարդալուց հետո ես հասկացա, որ այդ դերը ես ուզեցել եմ միշտ խաղամ։ Ինձ մի հատ լրիվ անկյան տակ Հյուսիսային պողոտան, որ նոր էին սարքել, բոլոր երգիչները սկսեցին Հյուսիսային պողոտայում կլիպ նկարել։ Երևի մի 10-15 հատ կլիպ դուրս եկավ։ Չգիտեմ, չեմ հիշում որ թվին են սարքել պողոտան։ Միշոն, հայ տղեկի, բարձրացավ կտուրի վրա, այն անկյունը մամ երգներ երևի, եթե չեմ սխալվում։ Մի հատ նենց անկյան տակ նկարեց Հյուսիսային պողոտան, որ բոլորին ցույց տա, որ այս անկյան տակ ավելի սիրուն է այս ամեն ինչը։ Որոստը բոլորը գնում կանգնում էին մեջտեղը նկարվում էին։ Հիմա այդ լուրջ եմ ասում։ Հիմա այդ մի օրինակությունն է մեր երկրում։ Հիմա որ ես ինձ փորձել եմ տեղափոխեմ մի հատ լրիվ ուրիշ անկյան տակ, համ իմ համար է այդ շատ լավ, համ իմ հերոստատիտողի համար է լավ, որ իրանք ու ես լիքը գովեստի խոսքեր եմ լսել կոնկրետ այդ դերի հետ կապված, այսինքն մարդիկ ընդունել են ճիշտ է շատ վտանգավոր տեղեր ինքը, որտեղ կարող է вообще չստացվեր։ Հումորային նախագծերում նկարված արտիստները մշտապես ունենում են այդ խնդիրը, հա, որ նույն ռեժիսորները, պրոդյուսերները չեն պատկերացնում։ Ինձ էլ չեն պատկերացրել։ Ինձ հաստատել են այդ դերի վրա, կանչել են նոր կանչել են ռեժիսորի հետ խոսել, քննարկելու պերսոնաժը։ Ես գնաց նստել եմ, շատ թերահավատորեն, ճիշտ է մեր ընկերն է Մայրը Խաչատրյան, բայց շատ թերահավատորեն, ողբերս, բայց դու կարաս, բայց քանի որ ես հաստատված եմ, չէին կարել փոխել, բայց դու ես իմ է, բան, սենց շոր ու տենց շոր հետո եմ արդեն ես այդ լսել մեր տղերքից, որ ասում մտածում էինք ոչ պունկտուալ է։ Մտածում էինք դե full house-ից է ձև բռնածա, ինչ որ տես բան, սենց շոր բաներ, բայց առաջինը ես եմ պլաժատկում եղել, միշտ սցենարները սովորած, միշտ պունկտուալ։ Իսկ ես իմ աշխատանքին միշտ լուրջ եմ վերաբերվում, ինչ ուզում ա լինի։ Դու քո խոսքում բան ասացիր, որ հաճախ լսվում է այդ կարծիքը։ Full house-ից է ձև բռնածա։ Բոլորը, թե մեր շրջապատում, թե շարքային հեռուստադիտող քաղաքացի, բոլորը մտածում են, որ full house-ում մասնակցություն ունեցած արտիստները ձև բռնած են։ Ինչից եկավ այդ։ Որն էր ձեր այդ կետը, ինչ արեցիք, որ սաղի մոտ նման տպավորություն թողեց։ Ես անկեղծ չեմ կարող այդ հարցին պատասխանեմ։ Կարող է դու մարդ որ ներսում էիր։ Տենում էիր դիմացինի ձև բռնած ալնելը։ Մեկս մեկիս հետ նկատի ունես։ Չէ, մեկս մեկիս հետ դե բնականաբար չէ, բայց կարող է մեկս ինչ-որ դրսից դերասան լինի եկած, որը դիմի սերիալնկարվի գնա, կարող է իր այդ ինչ-որ ձև բռնած են եղել։ Դու դենքերն էի։ Դե կարող է տենց ինչ-որ, հա, տենց ա եղել։ Էդի կարող է հենց այդ этаպում էլ եղել ա, որ ասում եմ։ Հա, այն տարած վախտերը, հա, տենց մնացել ա, որ մենք բան ենք։ Հետո այդ ասեկոսեներին տենց շատ պետք էլ չի հավատալ, որովհետև երբ որ ում քիթը խնձորին չէր հասնում, որ կենթանը աղվեսի քիթը որ խնձորին չի, կարող է մարդիկ պրոստը չեն մարսել դա։ Հայաստանի ամենապոպուլյար երբևէ պատմության մեջ եղած սիտկոմն է, երբևէ, ու լիճի էլ կրկնվել։ Որը կարող է երկար շարունակվեր ու մնար ռեյտինգային։ Կեսը կարող է նախանձից դրդված, կեսը կարող է ինչ-որ մեկիս հետ պրոստը կոնտակտի չեն կարացել, դուս կան տենց նորմալ շփվեն, ինչ-որ այլ հարցերի շուրջ կարող է տենց ու դե ձնագնդիկի նման տենց խոսակցությունը տարածվել է։ Բայց ել եմ ասում, ես հիմա այդ իմ ընկերները ովքեր որ վենդետայում կային, այդ նույն խոսակցությունից մոտարապես մի ամիս հետո, երբ որ ես սկսեցի աշխատել իրենց հետ, ասում են, вообще չէ։ Вообще դու ուրիշ մարդ ես, ինչ որ ներկայացրել են, տես չես։ Ու շատ մարդ է ինձ հետ ասում, ոպե մենք գիտենք դու գոռոզ ես բան։ Չի գոռոզ։ Ես ասեմ, որ գոռոզ չի։ Չէ, вообще չէ։ Արի գանք անտիվիրուսին։ Մինչ նկարահանումը զրուցում էինք, ուրախալի բան ասեցիր, որ վերսկսում ես նորից։ Բայց այն ժամանակ ինչի փակվեց անտիվիրուսը։ Ինչ բախում եղավ գործընկերոջդ հետ։ Չէ, գործընկերոջ հետ բախում չի եղել, вообще բախում չի եղել։ YouTube-ը ինձ պահել իրեն թողնել։ Ես ուղղակի վերջում այդ անունը վերցե դուս եմ եկել, ասել եմ, ես իմ մտածածն է, եթե դուք դաժե ֆորմատն եք օգտագործելու, հետևից ինչ-որ մի հատ սոս հաղորդում արեցին, եթե ասել եմ ֆորմատը դաժե պետք է օգտագործեք, այս անվան հետ դուք գործ չունեք, ես իմ անունը։ Ես եմ մտածել այդ անունը։ Ան վերցե դուս եմ եկել։ Ընկալվեց քո դուրս գալը։ Ոչ թե դուս եմ եկել, այդ հաղորդումը փակեցինք ես ու մեր Հայկը, որտեվ հանեցինք որ TV-ով որ եթեր էր գնում այդ TV-ից, որտեղ արդեն հասկացանք, որ ինչ-որ քաղաքական բաներ նկատվում են, որ այնց արեք սա, մենք ասենք մենք չենք պատրաստվում մտնել, արեցինք մի քանի բան, հետո հասկացա, որ վտանգավոր տեղ եմ ես արդեն հայտնվելու քիչ-քիչ։ Ասեցի վերջ։ Դուս եկա։ Վտանգավորը կյանքի վտանգավոր թե քո պրինցիպներին դեմ։ Կարող եմ ասել երկուսն էլ։
Կյանքի վտանգավոր չէ, դե այնպես մարդկանց մասին ինչ որ բաներ էինք ուզում արդեն խոսանք, որը որ պետք չէր вообще խոսալ։ Չնայած հետո դոգը հելավ խոսած, սա։ Դոգը նույն անտիվիրուսն է անում էր ավելի ճիշտ, բայց ավելի դից շատ ես դες չէի, էլի։ Լավ, դե դուք չէիք քրվում։ Դու մենք չէ, դե դա եմ ասում, դա շատ բան է, էլի վատա որ քրվում ես։ Հիմա ես որ պիտի վերաբացեմ իրան, ինքը շատ նուրբ է ամեն ինչը, որովհետև այսօր պարագայում ես հաղորդումից առաջ խնդրեցի քեզ որ քաղաքականությունից ընդհանրապես չխոսենք, բայց այսօր պարագայում ինչ էլ խոսենք, մեկը ֆռալու է դառնա քաղաքականություն։ Դե։ Եթե նույնիսկ ես բաժակի մասին ենք խոսում։ Դրա համար ես շատ նուրբ եմ իրան, բայց ավելի ստենդափ ոճի մեջ ավելի հումորային է, քան քաղաքական քննադատական բանը, էլի։